դեմենցիա ունեցող մարդը ինքը չի նկատում իր մոտ կոգնիտիվ ֆունկցիաների փոփոխությունը, այսինքն նույն հիշողության վատացումը, վարքագծի, առօրյա գործունեության ավելի շատ նկատվում է հարազատի կողմից։ Պացիենտները իրենք արդեն ժամանակի հետ մանավանդ խորանալով զուգահեռ չեն կարողանում սթափ գնահատել այդ փոփոխությունը։ Իրենք դա չեն նկատում, որովհետև այո, չկա այդ ինքնակնդատությունը, այսինքն չի ճանաչվում այդ խնդիրը իրենց սեփական անձի կողմից, իրենց նորմայի տարբերակ է համարվում, բայց հարազատը երբ որ նկատում է նույն հարցը, նույն խնդիրը մարդը անընդհատ բարձրացնում է, օրվա մեջ մի քանի անգամ տալով նույն հարցադրումը կամ այլ խնդիր, հասկանում է, որ արդեն ունենք որևէ պաթոլոգիա, որը նախկինում չկար, որ այդ մարդուն բնորոշ չի եղել։ Ու ահազանգում են սովորաբար այս դեպքերում հարազատն է գտնում բժիշկ եւ բերում պացիենտին, ոչ թե պացիենտը իր ոտքով է գալիս ու ասում, գիտեք, ես ունեմ հիշողության խնդիր։ Էլ չասենք, որ մերժում կա, չէ՞, բժշկի սենյակում միշտ փորձում է հերքել, մի տեսակ։ Այո, ու ցավոք սրտի մեր իրականության մեջ այնպեսին է, որ երբեմն նաեւ հարազատը ինքն է հերքում այդ խնդիրը, այսինքն վերապահումով է մոտենում իր հարազատին, փորձելով քողարկել որոշ խնդիրներ ու այստեղ արդեն ստիգմաները խանգարում են ավելի շուտ բուժօգնություն ստանալու։ Իհարկե շատ դեպքերում դեմենցիաների կարգավորումը սիմպտոմատիկ է, այսինքն պատճառական բուժում չկա, բայց միևնույնն է կա կյանքի որակը լավացնելու մեթոդներ, սկսած տրեյնինգներից վերջացրած տեղորայքներով, որոնք կարող են այդ մարդու կյանքի որակը շատ երկար ժամանակ բարելավել։ Մենք սովոր ենք ասել, պատկերավոր համեմատություն ենք անում միջանցիկ քամու ժամանակ պատոհանի փակվելու այդ արագությունն է, որը երբ որ ասում ենք միջին վիճակ, հա, դեմենցիայի բարակամ, պիտի հասցնես եւ այդ պատոհանը բռնես, որպեսզի կամ դուրը, որպեսզի չշրխկա, այսինքն այս արանքն է, շատ են մարդիկ դիմում, շատ հարազատները ամենաշատը մոռացկոտությունից զատ, քանի որ դա այդքան էլ պրոբլեմատիկ չի, եթե իհարկե գազօջախը չի միացրած կամ դուրը, կասկածամտությունը, որպես այդպիսին, ամենաշատ վարքային, երբ որ խոսում ենք վարքային խնդիրներից, ամենաշատի հայտ եկող հանգամանքը կասկածամտությունն է 65-ից հետո։ Դրա մասին, եթե կարելի է այսպես միջանկյալ անդրադառնանք, որքանով է դա որ կետից պիտի անհանգստացնի։ Եթե դա ոչ adekvat կասկածամտություն է, շատ հաճախ լինում է ամենահաճախ հանդիպող տարբերակով ամուսինների միջև կասկածը դավաճանության եւ այլնի։ Այստեղ շատ խորը հոգեբանական հիմք կա, միգուցե պացիենտու մոտ դա կարևոր չի ամուսին թեկին առաջանում է այդ գանգատը, ինչ է լինում դեմենցիայի ժամանակ։ Մենք մեր կեղևի անալիզիկ ունակությունը կորցնելով ենթակեղևը չենք կարողանում կառավարել։ Ու այս պարագայում գլուխ են բարձրացնում են խնդիրները, որոնք այդ մարդու մոտ նախկինում ենթագիտակցական դոմինանտ են եղել, այսքան վախերը եւ այլն, ու այդ կասկածամտությունը, հատկապես դավաճանության հանդեպ կասկածամտությունը ամենամեծ դոմինանտն է գրեթե բոլոր զույգերի պարագայում։ Այստեղ հասկանալու համար ինչու այս տեսակ կասկածամտություն պետք է լրիվ հետ գնալ այդ մարդու ամբողջ կյանքը քննարկել, ուսումնասիրել։ Լինում է, որ հարևանների հանդեպ կա, լինում է զավակների նույնիսկ մեզ բողոքում։ Բնականաբար բոլորի հանդեպ դա լինում է, որովհետեւ նորից եմ կրկնում, կեղավ ենթակեղև կապն է կորում այս պարագայում։ Հասավ նյարդաբանի մարդը այս գանգատներով ինքը գիտակցեց, հարազատը զավակը բերեց, կամ ինչ-որ միջավայրը արդեն եկան նյարդաբանի առաջի գործողությունները ախտորոշելու, բացի կլինիկական պատկերը, բողոքները, այսպես ասած, գանգատները, որոնք կարող են այո, ամաչելու պատճառով մի քիչ քողարկվել, մի քիչ լղոզվել, ինչ օբյեկտիվ քննության եղանակ կա, որպեսզի մարդը պարզ տեսնի, որ արդյոք ունի այս խնդիրը, թե չէ։ Անամնեզից զատ արդեն մարդու հետ զրուցելուց կարող են դիֆերենցիալ։ Այստեղ ունես օրինակ դեպրեսիվ տրամադրություն, որտեղ պացիենտը ինքը բողոքում է հիշողության վատացումից, թե իրականում կա գնահատման խնդիր։ Ու այս պարագայում սկսում ես օգտագործել տեստավորումներ, որոնք կարող են օբյեկտիվիզացնել այդ սուբյեկտիվ գանգատը, այսինքն փորձել հասկանալ հիշողության որ դոմենն է ախտահարված։ Տեստերը բազմազան են, բայց խնդիրը նրանում է այդ բոլոր տեստերը ոչ բոլոր ունեն հայերեն տարբերակ, իսկ այս պարագայում գնահատելը շատ կարևոր է մարդու աշխատանքային լեզուն, այսինքն նույն տեստը, եթե մարդը այլ ազգի է, պիտի կիրառել տվյալ ազգի լեզվով, այո, որպեսզի նա կարողանա նույնը, եթե հայ է ինքը, բայց ունի ռուսական կրթություն, մենք անպայման տեստերի ռուսերեն տարբերակներն ենք օգտագործում։ Այս պարագայում մի քիչ սահմանափակվում է տեստերի շատ մեծ ծավալը, մենք դեռ խնդիր ունենք այդ տեստերը ադապտացնելու հայկական տարբերակով, որը ընթացքի մեջ է եւ հուսամ շուտով ավելի կիրառելի կդարձնենք։
Բայց տեստերը եւս տարբեր դոմեններ են ստուգում, թե համար անամնեզից ելնելով կարող ենք հասկանալ, որ տեստը կիրառենք, որպեսզի փորձենք ավելի օբյեկտիվիզացնել։ Բացի այդ գնում ենք նաեւ նեյրովիզուալիզացիայի, այսինքն գլխուղեղի MRT հետազոտություն հասկանանք գլխի որ հատվածներն են ատրոֆիայի ենթարկված, եթե ենթարկված են ու այս պարագայում կարողանանք հասկանալ, որ դեմենցիայի հետ ավելի գործում ենք, որովհետեւ դեմենցիաների տեսակների ժամանակ տարբեր են նաեւ գլխուղեղի պատկերները, ոչ միայն ատրոֆիա, այլ նաեւ կան ծավալային գոյացություններ, անոթային խնդիրներ, որոնք եւս դեմենցիայի պատճառ կարող են հանդիսանալ։ Ու այս ամեն ինչը իրար հետ պիտի համադրենք։ Նաեւ որոշ անալիզներով շղթում ենք այլ ռիսկի գործոններ, բայց չենք դնում ախտորոշում։ Նույնիսկ եթե տարիքը երբեմն մինչև 65 է, այսինքն պրեսինիլ դեմենցիայի հետ գործ ունենք, մենք պարտադիր ողնուղեղային հեղուկի հետազոտություններ ենք անում շղթելու համար ինֆեկցիաները, աուտոիմուն պրոցեսները, որոնք եւս հիշողության կամ այլ կոգնիտիվ խանգարումների կարող են բերել։ Ինչ հետաքրքիր բազմաշերտ է բժշկի տեսակետից եւ մարդիկ ինչ սահմանափակ պատկերացումներ ունեն այս ամենի վերաբերյալ։ Այստեղ մի հարց, բժշկի սենյակում շատ հաճախ մարդիկ կարող են հաջողությամբ լավ ներկայանալ։ Նույն այդ տեստերին կարող են եւ պատասխանել լավ, բայց շփոթմունք արդյոք ձեզ դժվար չի լինում այդ դեպքում, այսինքն զտել այդ ներկայանալի վարքագիծը եւ հավատալ տեստերը անելուց այդքան շատ վարքագծի խնդիր չի, ավելի շատ գիտելիքի խնդիր է կամ ճանաչողության խնդիր է, որովհետեւ այ օրինակ ինչպես ենք մենք կողքից արդեն հերվից հասկանում մարդու մոտ ավելի շատ դեպրեսիա է, որը բերում է այդ կոգնիտիվների թե իրականում կոգնիտիվ խանգարում ունեցող մարդիկ փորձում են այդ տեստերը իրական ամեն ձևով հաղթահարել, ամեն ձևով պատասխանել այդ բոլոր հարցերին։ Բայց դեպրեսիայով մարդիկ փորձում են շրջանցել, պատճառ գտնել, վայ չեմ ուզում պատասխանեմ, վայ այսպես, վայ այնպես, այսինքն դա արդեն եւս ցուցանիշ է, ինչպես են իրենք վերաբերվում իրենց հանձնարարած աշխատանքի, որովհետեւ միգուցե քողարկել բարձր IQ ունեցող մարդը կկարողանա, բայց դա ոչ միշտ է այդքան հեշտ տրվում։ Հատկապես բժշկին, որ սովոր է, որ աշխատանք։ Դիագնոզը, որը միգուցե ահաբեկիչ է կողքից թվում, բայց արդյոք միշտ է այդ դիագնոզը ճիշտ տրվում պացիենտին, թե ոչ, ամենակարևորը դա է, որովհետև երբեմն ուղղակի մարդը բողոքելով հիշողության խնդրից ձեռք է բերում այդ ախտորոշումը ոչ ճիշտ նեղ մասնագետի նշանակմամբ, բայց ամեն դեպքում կուզենամ հասկանանք, տարբերակենք ինչ նկատի ունենք դեմենցիա ասելով։ Դեմենցիան դա արդեն մարդու բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիայի որևէ դոմենի ախտահարում է, ինչը դա իրենից ներկայացնում։ Մենք որպես բարձրագույն ֆունկցիա ունեցող արարած այս երկրագնդի վրա ի տարբերություն մյուս կենդանի օրգանիզմների ունենք առանձնահատկություն ֆունկցիայի տեսանկյունից, որը կոչվում է բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիա։ Իր մեջ ներառելով ուշադրություն, կենտրոնացում, հիշողություն, սոցիալական ադապտացիա, կատարողական ֆունկցիա, այսինքն անալիզ անելու ունակություն, սովորելուց ձեռք բերած ինֆորմացիան կիրառելու ունակություն, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու, այս բոլորը իրենց մեջ մեր ձևավորված խոսքը եւս իր հերթին գրելու ենք գրելու, կարդալու կարողություն, այսինքն մեր բոլոր այս տեսակ ունակությունները, որոնք մեր առօրյայի բաղադրիչ են, միասին դրանք կոչվում են իրար հետ կոգնիտիվ ֆունկցիա։ Եվ եթե դրանցից որևէ մեկի, որևէ դոմենի ախտահարում ենք ունենում, մենք կարող ենք դնել այսպես կոչված դեմենցիա ախտորոշումը։ Լայն տերմինով, շատ լայն տերմինով, որովհետեւ Դու չես կարող մարդուն, ասենք, որը չուներ բազիսնի գրել կամ կարդալու ունակություն, հաշվելու ունակություն, կամ ի սկզբանե հիշողության որևէ հատված էր ախտահարված, ու հետո տարիքի հետ զուգահեռ այդ նույն հատվածը ախտահարված է, դու տնես ախտորոշում դեմենցիա, ոչ, միշտ պիտի համեմատենք սկզբնական վիճակի հետ, այսինքն ինչ ենք ունեցել ի սկզբանե ու հիմա ինչ ունենք 65 պլյուսում կամ որևէ ուրիշ տարիքում, որտեղ կան նաև վաղ դեմենցիայի տարբերակներ, որpիսի մենք կարողանանք այդ ախտորոշումը դնել։ Այսինքն շատ կարևոր է եւ բժշկի հմտությունը եւ համապատասխանել այն կրիտերիաներին, որոնցով տրվում է այդ դեմենցիա ախտորոշումը։ Շատ հետաքրքրական բան ասեցիք։ Ախտորոշման եղանակների մասով մասնագետի մասին շատ ենք խոսել, թե ով է ախտորոշում դեմենցիան, արդեն ասել ենք մարդկանց, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ գնան դիմեն իրենց տեղամասային բժշկին, ընտանեկան բժշկին, եթե ունեն գանգատներ, իրենց կողորթեն նյարդաբանի մոտ, այս օղակից արդեն դուք ասեք, թե ով է ախտորոշում եւ ինչ գանգատների դեպքում մարդիկ գնան դիմեն բժշկի։
Ամենաակնհայտ գանգատը, որը միշտ կողքից նկատելի է դառնում ու ահաբեկում է, թե ավելի շատ հարազատին, թե իր ընկերներին, շրջապատին, դա հիշողության եւ վարքագծի փոփոխություններն են, որոնք այդ մարդուն բնորոշ չեն եղել նախկինում, բայց երբեմն դա շատ ուշ է նկատվում, որովհետեւ կա այսպես կոչված մեղմ կոգնիտիվ խանգարման փուլ, երբ որ չկա ակնհայտ դեմենցիայի նշաններ, բայց կան մինիմալ փոփոխություններ, որոնք մարդու կյանքի որակի վրա այդպես չեն ազդում, այսինքն նա իր առօրյա գործունեությամբ շարունակում է զբաղվել ու նա մանավանդ երբ որ դա 65+ տարիքում է, բոլորն են ասում են, դե տարիքային փոփոխություն է, ոչինչ, մի քիչ որ հիշողությունը այսպես չի, այնպես չի, բայց այդ փաստի վրա էլ եմ ուզում շեշտադրում անել, տարիք չի նշանակում ունենալ դեմենցիա, դրանք իրանք հավասարազոր գաղափարներ չեն, տարիքի հետ ռիսկն է բարձրանում, բայց դա չի նշանակում, որ պարտադիր տարիքով մարդը պիտի ունենա դեմենցիա, որովհետև մենք շատ հաճախ դրանք շփոթում ենք իրար հետ ու ոչ ճիշտ, ոչ adekvat վերաբերմունք ենք դրսևորում կողքինի հանդեպ։